Մեզանից յուրաքանչյուրը օրվա մեջ գուցե մի քանի տասնյակ անգամ հնչեցնում է այս հարցը, երբ որ ինչ-որ մեկին հանդիպում ենք, ասում ենք ո՞նց ես։ Այս հարցը պարզապես ռեֆլեքս չի, որ մենք ասում ենք սովորության համաձայն։ Այս հարցը մենք հնչեցնում ենք, որպեսզի կողմնորոշվենք։ Հիմա կբացատրեմ, թե ինչպես։ Երբ որ հանդիպում ենք ինչ-որ մեկին, ասում ենք ինչպես ես, որպեսզի հասկանանք, թե ոնց շարունակենք փոխհարաբերությունը։ Եթե ուրախ է, հետը ուրախանանք, տխուր է, հետը տխրենք, եթե քաղցած է, կերակրենք, եթե ինչ-որ դժվարության մեջ է, նեցուկ լինենք իրան։ Այս հարցը տալիս են, որպեսզի հասկանանք մեր հետագա անելիքը։ Հաճախ Աստծո խոսքի պատգամներ լսելիս ասում ենք, այս խոսքը իմ մասին էր, այս խոսքը ինձ էր վերաբերվում։ Սիրելի Աստծո մարդ, Տերը գիտի, թե դու ոնց ես, եւ նա խոսում է քո վիճակին համապատասխան, քո կարիքին համապատասխան։ Կկարդամ առաջի Կորինթացիների 12:24 համարից։ Բայց Աստված մարմինը բարեխառնեց, ցածին ավելի պատիվ տալով, որ մարմնի մեջ տարաձայնություն չլինի, այլ որ անդամները իրար համար նույն հոգս ունենան։ Եվ եթե մեկ անդամը ցավում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ցավում են, եւ եթե մեկ անդամը փառավորվում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ուրախանում են։ Արդ դուք Քրիստոսի մարմինն եք եւ մեկ նրա անդամները։ Մենք շատ մի մեղմ բառ ենք օգտագործում, երբ որ մեղք ենք գործում կամ հոգեոր վիճակը թուլանում է, ասում ենք մի քիչ տկարացել եմ։ Արդ դուք Քրիստոսի մարմինն եք եւ մեկ նրա անդամները։ Իսկ տկարության ժամանակ կամ մեղք գործելու ժամանակ հաշվի առնում ենք, որ մենք Քրիստոսի մարմնի անդամներն ենք եւ եթե մի անդամը ցավում է, մյուս անդամներն էլ նրա հետ ցավ են ապրում։ Ոնց եմ ես հոգեվորապես։ Ինչպես է իմ հոգեվոր վիճակը։ Մեր տկարանալով վնասվում է մարմինը։ Ախր ես ինչ կապ ունեմ։ Միևնույն է, եթե ես էլ տկար լինեմ, պաշտամունքը արվում է եւ լավ զորավոր պաշտամունք, ծառայությունները արվում են, բայց գիտես, եթե ոտքերը քայլում են, դա դեռ չի նշանակում, որ նրանք չեն ցավում։ Եվ եթե սիրտը բաբախում է, դա դեռ չի նշանակում, որ այն չի մռմռում։ Ուրեմն դու հոգ տանում ես քո հոգևոր վիճակի համար, քո հոգևոր առողջության համար։ Գիտես, եթե այդպես շարունակվի, դու մի օր կկորցնես քո նշանակությունը որպես մարմնի անդամ եւ գուցե նաեւ կտրվես մարմնից։ Մարմինը կշարունակի ապրել, աճել, շարունակել իր գործունեությունը, բայց այն գործը, որ դու պիտի անեիր, հենց դու պիտի անես այդ մարմնի համար։ Այսօր հիմնականում նրանք, ովքեր որ ապահոված են կամ ինչ-որ կրթություն ունեն, իրենք կարողանում են դիմել բժշկական օգնության եւ վերականգնեն իրենց առողջությունը, ֆիզիկական առողջության մասին է խոսքը, բայց հոգեվոր առողջության վերականգնման համար Աստված ամեն պայմանները ստեղծել է։ Եկեղեցում կա անհրաժեշտ ամեն բան, որպեսզի մենք մեր հոգեվոր առողջությունը կայուն պահենք եւ առողջ լինենք ամեն ժամանակ։ Ու շատ ժամանակ քանի դեռ ամսաթիվ ենք որոշում ապաշխարելու համար, այսօր եւ վաղը անելով մարմինը վնասվում է եւ վնասվում են մեր շուրջը եղող մարդիկ, մանավանդ մեր չապաշխարած տան անդամները, հարազատները, որոնց ապաշխարության համար շատ երկար ջանք ենք թափել, աշխատանք ենք տարել, բայց մեր մի տկարանալով, մի մեղքի մեջ մի քիչ հարատևելով վնաս է քաշում մեր շուրջը եղող մարդիկ եւ եկեղեցին։ Եթե մարդը Քրիստոսի եկեղեցու անդամ է, նրան պիտի հետաքրքրի երկու հարց. իր առողջությունը, իր հոգևոր կայուն վիճակը եւ եղբոր առողջությունը։ Փիլիպեցիների թուղթ 2-րդ գլուխ 19 համար։ Բայց հույս ունեմ Տեր Հիսուսում, որ Տիմոթեոսին շուտով ուղարկեմ ձեզ մոտ, որ սիրտս էլ հանգստանա, երբ որ ձեր վիճակը իմանամ։ Առաքյալը Փիլիպեցիների որ վիճակի մասին էր հետաքրքրվում։ Արդյոք նրանց նյութական կամ կենցաղային վիճակից առաքյալի սիրտը անհանգիստ էր։ Իհարկե ոչ։
Առաքյալը հետաքրքրվում էր եկեղեցու հոգևոր առողջության, հոգևոր վիճակի համար։ Արդյոք դուք շարունակել եք այս ընթացքում հավատարիմ մնալ Քրիստոսին։ Արդյոք հավատարմության պահում եք այն ուխտերը, որ կատարել եք Քրիստոսի հետ, թե տկարացել եք, թե մեղքի մեջ եք հայտնվել։ Հաճախ ծառայող եղբայրներին հանդիպելիս արդեն ավանդաբար հարցնում եմ, ո՞նց են բաբակշեցիք, ո՞նց են սոլակցիք, ո՞նց են կոճորցիք, ու երբ որ դրական պատասխան ես ստանում, դրական նկարագիր ես ստանում, կարծես հաղթական ուրախություն է գալիս ներսդ, որ Տերը այնտեղ էլ փառավորվեց, այնտեղ էլ ունենք առողջ ու հաստատուն քույր եղբայրներ։ Հովհաննեսի 3-րդ թուղթ 1-4 խոսքը. Սրանից ավելի մեծ ուրախություն չունեմ, որ լսում եմ, թե իմ որդիները ճշմարտության մեջ են գնում։ Ինչ մեծ ուրախություն, որ լսում ենք մեր քույր եղբայրները առողջ են, ճշմարտության մեջ են գնում։ Եկեղեցու մեջ առողջություն կա եւ բժշկված վիճակ է։ Իսկապես ուրախություն է, երբ որ տեսնում ես նոր մարդ է եկել եկեղեցի, քայլ է անում, տնային խմբակ է մասնակցում, իր կյանքի մեջ վերանորոգում է կատարում, ուրախություն է։ Եթե Քրիստոսի եկեղեցու անդամ ես, ուրախություն կլինի։ Սա ցուցիչ է մեր համար, որ մենք ուրախանում ենք ինչ որ մեկի աճով, ինչ որ մեկի բժշկությունով։ Իսկ եթե կտրվում ենք եկեղեցուց, արդեն միևնույնն է լինում, թե ով ինչ վիճակում է, ով է գալիս խմբակ, ով է գալիս պաշտամունք։ Ղուկաս ավետարան 15-րդ գլխում հիշում ենք կորած որդու առակը, ուզում եմ մի դրվագ ներկայացնեմ, երբ որ որդին եկել է եւ մեծ եղբայրն է գալիս դաշտից ու դիմում է ծառային, ծառան եղբորն ասում է, որ 27-րդ համարը, թե եղբայրդ եկել է եւ քո հայրը մսացու եզը մորթեց, որովհետեւ ողջ եւ առողջ ընդունեց նրան։ Ուզում եմ ուշադրություն դարձնենք, որ երկու բան է շեշտում, որ եղբայրը եկել էր ողջ եւ առողջ։ Արդյոք հայրը մսացու եզը կմորթեր եւ խնջույք կաներ, եթե որդին գար տուն ողջ, բայց լիներ ծանր հիվանդ, առողջություն չունենար։ Չեմ կարծում, որ մսացու եզը մորթեր, ուրախանար, խնջույք աներ, այլ կտրտմեր, կնեղ սրտեր ու կապսոսար։ Եվ այսպես մեր բացակայությունը, մեր տկարությունը, մեր ընկած վիճակը ազդում է թե մեր ավակների, թե մեր քույր եղբայրների, թե ընդհանուր ծառայության վրա։ Ինչ է պետք զորանալու համար։ Արդյոք նեղություն է պետք, որպեսզի զորանաս, որպեսզի վերականգնես։ Արդյոք հիվանդություն է պետք։ Արդյոք խոզիկ էր, ինչպես այս առակի մեջ, որ կորած որդին տեսավ խոզիկերը, որ արդեն հասել էր այդ աստիճանին եւ որոշեց, որ հետ դառնա հոր տուն եւ ապաշխարի։ Բայց Աստված մեր զորանալու եւ առողջ լինելու համար ամեն պայմանները ստեղծել է։ Նրա սերը, նրա քաղցրությունը եւ նրա ողորմությունը այնքան առատ է, որ մենք կարող ենք ամեն օր վերցնել եւ զորանալ։ Պարզապես պետք է ցանկություն, շատ ցանկանանք։ Ոմանք իրենց տկարությունը թաքցնում են։ Ու երբ որ ասում ես ո՞նց ես, ո՞նց է հոգեոր վիճակը, ասում են լավ եմ, բայց երկու բառ շատ չէ ու հասկանում ես, որ այդքան էլ լավ չի։ Լավ է, հանգիստ է, ասում է լավ է, որովհետև արդեն հարմարվել է մեղքին, արդեն պայքար չկա մեղքի դեմ։ Դրա համար լավ է։ Հանգիստ եւ մեղք է գործում եւ եկեղեցի է գնում, դե խիղճն էլ չի տանջում, ուրեմն լավ է, եթե խիղճը չի տանջում։ Եթե նույնիսկ նոր կանոններ դնենք հոգևորության, որ լավ է, իմ չափը այսքան է։ Այդ կանոնները Աստծո մոտ անվավեր են, որովհետև կանոնները արդեն Աստված դրել է, չափերը արդեն Աստված որոշել է եւ դրանք են իրական չափերը։ Եթե մենք մեր կանոններով կանգնենք Աստծո առաջ, Աստված կասի, որ քո չափերը չեն համապատասխանում իրականությանը, քո նշաձողը, քո կանոնները անվավեր են իմ առաջ։ Իսկ Տիրոջ դրած կանոնները հավիտյանս հավիտենից հաստատուն են եւ ոչ ոք չի կարող փոխել։ Ուզում եմ մի հատված կարդալ եւ կարդալու ընթացքում առաջարկում եմ ինքներս մեզ համեմատենք։ Սա հոգևոր առողջ մարդու նկարագիր է ու փորձենք տեսնել ինչքանով է
մեր կյանքին համապատասխանում եւ ինչը կարող ենք մեր կյանքի մեջ փոխել։ Հռոմեացիների 12 գլուխ 9-րդ համարից։ Սերն առանց կեղծավորության, չարահատեցեք, բարին հետևեցեք։ Եղբայրասիրությունում իրար վրա գթած եղեք, պատիվ տալու մեջ իրար առաջ անցեք, ջանքի մեջ թույլ չլինեք, հոգով ջերմեռանդ եղեք, Տիրոջը ծառայեցեք, հույսով ուրախացեք, նեղությանը համբերեք, աղոթքներում հարատևեք, սուրբերի պիտույքներին հաղորդ եղեք, հյուրասիրությանը հետևեք։ 14-րդ համարը ամենակարևոր համարներից է, որ հաճախ մարդիկ դրանից տկարանում են։ Ձեզ հալածողներին օրնեցեք եւ մի անիծեք։ Շատ եմ հանդիպում հիմնականում մարդիկ տկարացած են ինչ որ մեկի պատճառով։ Հենց կոնֆլիկտը առաջանում, առաջի բան որ պիտի անես օրհնի։ Քեզ հալածողներին օրհնի։ Աղոթք արա քեզ նեղացնողների համար, քեզ վնասողների համար։ Սա է միջոցը զորանալու, առողջ լինելու։ Երբ որ գալիս է նեղություն, երբ որ ինչ որ մեկը բամբասում է քո մասին, չար բան ասում, որ էլ չգիտես ինչ անես այդ մարդու հետ, օրհնի։ Ուրախացողների հետ ուրախացեք եւ լացողների հետ լացեք։ Իհարկե շատ համարներ կան, որոնք ցույց են տալիս հոգևոր մարդու նկարագիրը, նրանք ովքեր որ կարդում են Աստվածաշունչը, լավ կիմանան այս մասին։ Հոգևոր առողջ մարդը, երբ որ խոսում է, իր այդ շփվելուց այդ կրակը փոխանցվում է, այդ օծությունը, այդ ուրախությունը, որովհետև կարծես վարակովի է։ Երբ որ շփվում ես ուրախ մարդու հետ, չես կարա տխրես։ Երբ որ շփվում ես զորավոր մարդու հետ, որ հենց նոր աղոթքից եկել է, Սուրբ Հոգով լցված է, չես կարա դու իր նման չլնես։ Չի կարա քո մեջ հույս չբարձրանա։ Ու մենք մեր խոսալով շնորհք ենք փոխանցում, ոնց որ խոսքն ասում է, որ ոչ մի գեշ խոսք չլինի ձեր բերանի մեջ, այլ այն ինչ որ հարկավոր է, որ շնորհք տա լսողներին։ Սա նույնպես ցուցիչ է, որ այստեղից իմանանք, եթե մենք խոսում ենք եւ շնորհք ենք տալիս դիմացինին, որ դիմացինը զորանում է, հույսով լցվում է, ուրեմն մեր վիճակը լավ է։ Նույն կերպով էլ, եթե դիմացինից ենք շնորհք ստանում, ուրեմն ինքն է առողջ հոգևոր վիճակի մեջ։ Եղբայրներ կան, որ սկսում են չերևալ, չզանգել, արդեն գիտեն, որ տկարացել են։ Արդեն պարզա, որ իրեն գնացել են ինչ որտեղ թաքնվել են։ Մեղք են գործել ու սկսել են այլևս չզանգել։ Բայց շատ կարևոր պայման է չառանձնանալ եղբայրներից, որովհետև մենք իրար համար հոգ տանելով ենք առողջ լինում, իրար խնամելով, իրար զորացնելով։ Իհարկե շատ կարևոր է իրար համար հոգ տանելը, բայց ուշադրություն դարձրու ամեն օր քո հոգևոր վիճակին, որովհետև դու ես քո հոգևոր առողջ վիճակի պատասխանատուն։ Հաճախ տպավորություն է, որ մարդիկ սպասում են իրենց խմբակի ավագը, իրենց հովիվը, իրենց հոգևոր վիճակը փոխի, այդ գործողություն անի, հրաշք կատարվի ու իրենք փոխվեն։ Բայց մեզանից յուրաքանչյուրն է մեր հոգևոր վիճակի պատասխանատուն, որովհետև մենք ենք, մեր կյանքն է, մեր ժամանակն է, մեր նախասիրություններն են ու ոչ ոք չի կարող մեր փոխարեն որոշումներ կայացնել։ Հոգևոր տարբեր վիճակներ կան, որ մարդիկ կարան համարեն, որ այսպես լավ է։ Մարդիկ կարան համարեն, որ մասնակցում եմ լավ է։ Մարդիկ կարան համարեն, որ այսինչ մեծ մեղքերը չեմ գործում, ուրեմն լավ է։ Բայց Աստված այլ չափեր ունի։ Խոսքն ասում է, որ գոհություն տանք Աստծուն, որ մեզ արժանացրեց լինելու լույսի մեջ բնակվող սուրբերի վիճակին։ Այսինքն մի վիճակ կա, հոգևոր վիճակ, զորացած վիճակ, օրհնյալ վիճակ, որ պետք չի համեմատվել ինչ որ մասնակցելու, ինչ որ բան անել, չանելու հետ։ Պետք է Աստծո հետ մեկանալ, Աստծով զորանալ, որպեսզի մեր վիճակը համեմատելի լինի լույսի մեջ բնակվող սուրբերի վիճակին, ինչպես որ Քրիստոսը ապրեց ու վարվեց։ Հիմա կառաջարկեմ աղոթենք ու խնդրեմ, որ աղոթքի մեջ
որոշումներ կայացնենք։ Տիրոջ առաջ գանք բաց ու անկեղծ, եկեք կանգնենք ոտքի ու մեր որոշումները այսօր հաստատենք, որ ել ավելի զորանանք, որ չսահմանափակվենք ինչ որ չափով, որովհետև Աստված մեր համար ավելին է պատրաստել։ Փառք Տիրոջը։ Շնորհակալ ենք ամենակարող Հայր։ Մենք քո առաջ ենք ինչպես որ գանք։ Դու գիտես մեր վիճակ, օրհնյալ Հայր։ Դու գիտես, թե քանի անգամ ենք մենք ընկել։ Դու գիտես մեր ամեն փորձերը վերականգնվելու, Հայր։ Դու գիտես մեր ամեն ձախողումները, Հայր։ Բայց մենք շնորհակալ ենք, որ քո սերը անվերջ է, որ քո ողորմությունը անվերջ է, Տեր։ Շնորհակալ ենք, որ քո քաղցրությամբ ես մեր հետ վարվում, Հայր, որ նորից մեզ զորացնես, որ մեզ առողջ կանգնեցնես քո տան մեջ, որ քեզ համար զորավոր ու հաստատուն ժողովուրդ բարձրացնես, Հայր։ Սիրելի Հայր, օրհնիր քո ժողովրդին, Հայր։ Թող այս տան մեջ ամեն մի բնակվողը աճի ու զորանա, Հայր։ Թող ոչ մեկը տկարության մեջ, հիվանդության մեջ, հոգևոր թուլության մեջ չհարատևի, Հայր, այլ մենք ամեն օր մեր գոտին կապենք, մեր զրահները հագնենք, զորանանք քեզանով, քո կարողության զորությամբ, քո հոգու ներկայությամբ լցվենք, Հայր, եւ լինենք ճշմարտապես քո զավակները, քո բնավորությամբ, քո խոսքով, քո հոգով լցված, Հայր։